Ասի մատ ճնշումը չափեն Վարդան աղբոր նոր է ցամտում։ Մեր հանգստյան դրսեթքենա։ Հողից, ջրից, քաղաքականությունից, ծնդից, ով ինչ կարմա խոսում էլի։ Խնդիր հայել կկայելի։ Ինչը խնդիր չի։ Ինչով են գյուղին նայում որ ընդհանուր առմամբ։ Ոչ մի բանով։ Մի հատ անտեսված վիճակ է։ Խնդիրները ինչու եք միայն համայնքային նայում։ Խնդիրները ներկա իշխանություններն են, իրանց վարած արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, եկեղեցու դեմ, չգիտեմ, պայքարը, սրբազանների ձերբակալությունները, Հայաստանում սրբազաններին ձերբակալում են, գնում են, չգիտեմ, Վատիկան, Հռոմի պապի ձեռներն են պաչում։ Նորմալ եք նայում դուք դրանց։ 4 տարի թշնամին մեր սահմաններում է, Հայաստանի հողում։ Խաղաղություն են քարոզում։ Թշնամին գիտեք երբ է խաղաղություն ուզում։ Հասկանում խաղաղության գինը։ Խաղաղության գինը որոշել են հուշարձանում նկարները խփած է։ Ինքը խաղաղությունը պետքա պարտադրես թշնամուն։ Խաղաղությունը այդպես չի լինում։ Խաղաղությունը լինում է երբ որ դու ուժեղ ես, ունես ուժեղ բանակ։ Չգիտեմ զորակոչ են անում, պավեսկեք են ուղարկում տղաներին երիտասարդ։ Այսինքն դու մարդու խնդիր ունես, չէ՞, մարդուժի։ Իսկ մյուս կողմից փորձում են, չգիտեմ, կրճատում են բանակը, սարքում են տարուկես։ Այս երկրում կա մի ուժ, որ կարա ժողովրդին համախմբի, կրոնի պետականության շուրջ, դա եկեղեցին է։ Միշտ էլ դարեր շարունակ այդպես է եղել։ Երբ որ չենք ունեցել պետականություն, եկեղեցին ժողովրդին համախմբել է մի գաղափարի շուրջ։ Կրթել է, գիրա սովորեցրել, ուսումա սովորեցրել, կրոնա սովորեցրել, քարոզել։ Եկեղեցին մեր պետության ողնաշարն է։ Ժողովրդին կարողանում են հեշտ խաբել, այսպես չգիտեմ, ասֆալտով, դպրոց ենք սարքում, մանգապարտեզ ենք սարքում։ Մնացել է մի եկեղեցի, որ պետականությունը տանում են կործանման։ Վերջ։ Այսպես փոքր երեխա էի, գալիս էի ստեն կոլխոզի են տարեվերջի ժողովին։ Ասում էին դպրոցականների փողոցը պետք է ասֆալտենք, այս տարվա ծրագրի մեջ է։ Հələ մինչև մի արդեն ժամանակը եկել է այդալու են, մեր վերևը տեղ ունենք մենք այդալունդը։ Հələ էլի ասում են պետք է ասֆալտենք։ Էլ որ ես հմիչ տենամելով տենա։ Որ ասֆալտեն տենամ, ուրախ կեթամնդե։ Ընդ գիտես չէ՞ որտե։